շատ աննշան գալակտիկայում, շատ աննշան արևի մոտ ինչ որ կյանք ենք։ Привет։ Արդեն կարաք սկսեք դուրս գալ։ Ազատի ջրամբար, ժող, բալու։ Տիեզերքը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացնում։ Դու շարունակ նայում ես, փորձում ես աստղեր փնտրես, վերև նայես, բարբերաբար։ Փաստացի զրկվել ենք մենք աստղերը տեսնելու հնարավորությունից, լուսային աղտոտվածություն, օդի, էլի մասնիկների այդ ամեն ինչ ազդում է ու մենք փաստացի Երևանից էլ համարյա բան չենք տեսնում։ Ես Երևանի լույսերը շատ է խփում։ Նայեք ես ինչ անում։ Երևանի լույսը էսա։ Հա, դե, իսկ կոման հնարավոր։ Ոչինչ տարած էսի կողմը լավ սիրուն է, էլի, այս կղզիները։ Ըստ պրինցիպի դիպսկայը կարելի է հանգիստ նկարել։ Դիպսկայի համար խնդիր չկա։ Հա, Կղզիները շատ լավ են ուղղակի։ Ոչ չէ, բան կանեմ կփորձեմ։ Այն նրանով ինչով ես զբաղվում եմ, աստրոլուսանկարչություն, ինքը սպეციფიկ հոբի է։ Ամեն մարդ չի որ պատրաստ է քնի հաշվին, տենց ինչ որ dedicated գնա նստի ու նկարի ժամերով, օրերով, դա որոշակի թե մենակություն սիրողների համար է, թե բնության մեջ գտնվողների համար է։ Ինքը ամենապրակտիկ զբաղմունքը չի, ամեն մարդը չի որ ձկնորսություն է սիրում, չէ՞, այլ ձկնորսության նման բան է, դու գնում ես, փաստացի կարտը գցում ես ու սպասում ես, երկար սպասում ես, կամ ինչ որ մի բան ստացվի կամ չստացվի։ Էս երկրորդն է լինելու։ Մեկը վիզուալի համար է, մյուսը նկարելու։ Մեկով որ մենք նայենք աչքերով, մյուսով որ նկարներ ստանանք։ Սկսեցի երևի թե մի 2 տարի առաջ, իմ առաջի սարքավորումը, քանի որ նոր էի սկսում շատ տեխնիկական այդ հարաճապեր ինչ էի տիրապետում, ինչ պետքա լինի, ոնց պետքա լինի, գույնով ընտրեցի իրան, կարմիր գույնը։ Ամենաճոխը ինքն էր նայվում զուտ վիզուալ։ Ու սկսվեց ճանապարհորդությունը։ Առաջին նկարը, որը ինձ շատ տպավորեց, Հյուսիսային Ամերիկայի միգամածությունն էր։ Էմոցիա էր, որ առաջի անգամ իմ մոտ ստացվեց մեծ միգամածություն, որի մեջ կտեղավորվի մեր արեգակնային համակարգը մի քանի տասնյակ հազար անգամ։ Ամեն մեկը չի որ այստեղ տեսնում է այդ ռոմանտիզմը, դրանով կարողանում է ինչ-որ բավարարված զգա, որ օրինակ ամեն կարողացել է նկարի, բռնի մի քանի տասնյակ հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող օբյեկտը տենց դետալիզացված, ինքը իր տեխնիկայով, հետո ինքը գույնային սխեման մշակել է, դետալները ընդգծել է, մոտիկա գալի տիեզերքը քեզ ավելի։ Մի քանի ամիս հետո, երբ որ ինչ-որ սկսեցի նկարներ ստանալ, որոնք հետաքրքիր են արդեն, իրանք ինչ-որ իրանցից բան են ներկայացնում, արդեն ներկայանալի են, որոշեցի, որ պետքա սկսել կիսվել, մարդկանց ի ցույց դնել, որ տեսեք ինչեր կան։ Վերջերս ում էի Instagram-ի guideline-ները։ Ասում եմ, դե օրը 2 անգամ որ post անեք, հետաքրքրությունը չի մարի հետևորդների մոտ, ու հիմա ես ըստե 3 ժամ հələ չեմ կարող անում։ Օրվա ընթացքում մի հատ է, չէ՞։ Ինչ որ շաբաթվա մեջ եթե մի հատ անեմ, համարի լավ շաբաթ է։ Զբում ինչ որ լուսաբանելու, կրթելու մեծ ամբիցիաներ է։ Հետո հասկացա, որ բացարձակ հետաքրքրություն չկա։ Իսկ մանրամասն գրել ես միգամածություն, ինչ հեռավորության վրա է, ինչ է իրանից ներկայացնում, ինչ գազային բաղադրություն ունի, հետաքրքիր չի մարդկան։ Սիրուն է, նայում են։ Այս բանը 16 մեգապիքսել է, չէ՞։ Կամերան S1-ը 21-ը, 21-ը։ մի հատ է բերել եմ 61։ Ընդհանուր process-ը ենթադրում է, որ պետքա շատ երկար նույն օբյեկտը անշարժ փաստացիորեն նկարես։ Այն դեպքում, երբ որ այդ օբյեկտը իհարկե շարժվում է, մոլորակը պտտվում է ու դա պետքա կոմպենսացնել։ Դա անում է tracker, տելեսկոպի համար հատուկ նախատեսված սարք է, որը կոմպենսացնում է մոլորակի պտույտը։ Այս ինչ ա որ հետևել։ Ակեսում եմ նկարները ոնց եմ ստանում։ Այս է ամենաբանը սիրած սա։ Իրանք գազային կուտակումներ են, հիմնականում տարատեսակ կոնցենտրացիա ունեն։ Մեկի մոտ հիդրոգենը ավելի շատ է, մեկի մոտ սուլֆուրը, մեկը օքսիգենը։ Յուրաքանչյուրը ունի
իր գույնային կոմբինացիան, եթե դու կոնկրետ օբյեկտ ես նկարում, որտեղ հիդրոգեն է միայն, ինքը սովորաբար կարմիր է քո մոտ ստացվում։ Երբ որ կա խառնված միջավայր, այնտեղ արդեն ստանում ես երանգներ։ Սատուրն է։ Չէ, Յուպիտերը։ Այդ process-ը շատ երկար է տևում, սովորաբար դու մի քանի գիշեր նույն օբյեկտն ես այդպես նկարում։ Հետո այդ դատան փաստացիորեն դու համադրում ես, այսինքն դու չես նկարում մի նկար, դու նկարում ես հարյուրավոր կադրեր նույն օբյեկտի, նույն դիրքում, ու այդ հարյուրավոր կադրերը հետո դու ուղղակի փաստացի համադրում ես, որպեսզի դու կարողանաս մաքսիմալ լուսային պատկերը հավաքես, միևնույն ժամանակ նվազեցնելով աղմուկը։ Ահմես, չէ, բռնացի ստանար չի։ Այս մի 7 կիլո է։ Տվյալները հավաքագրելը մի process է, որը շատ տեխնիկական է այդ առումով, այսինքն դաշտային գործ պետք է անես, վազվզես, ծանր տելեսկոպներ, քաշտաս եւ այլն, դա ամենահավես պահն է երևի։ Իսկ մշակումը լրիվ այլ ջանջալ, տխուր, տունը, մենակ, մթության մեջ էլի հետաքրքիր է շատ, բայց առաջի 5000 անգամը, հետո էլ հետաքրքիր չի։ Ծանր process է, հաշվի առնելով, որ այդ տվյալները, որոնք դու հավաքագրում ես, իրանք մեգաբայտեր չեն, գիգաբայտեր չեն, տերաբայտներ, ահռելի մեծ քանակի տեսաֆայլեր ես ստանում, որոնք այդ մշակելը, համադրելը, իհարկե, մեծ հաշվով ձմեռները կարող ես միայն համակարգիչդ միացնես որպես ջեռուցման համակարգ, մնացած ամեն ինչ անջատես, տունդ կտականա։ Դրանից հետո արդեն գալիս է այդ գեղարվեստական պահը։ Ես 3 շերտերը, որոնք մենք ստացել ենք 3 տարբեր գազերի պատկերը, կոնկրետ այս միգամատության մեջ, մենք հիմա կփորձենք իրանց համադրենք։ Սուլֆուրը կտանք որպես կարմիր, հիդրոգենը կտանք որպես կանաչ, օքսիգենը կտանք որպես կապույտ։ Ու տեսնենք ինչ կստացվի մեզ մոտ։ Աստրոլուսանկարչության մի առանձին ճյուղ կա, որը հենց արևի հետ է կապված, արև նկարելու։ Արևն էլ է հաստեղ։ Ամենաշատ հետաքրքրությունը հենց այդ արևի թայմլապսներն են իմ մոտ։ Լուսինն է կարասան, շատ սիրում նկարես։ Լուսինը հիմնական խանգարող տարրերից մեկն է, ինքը ուղղակի sense ամբողջովին իրանով է անում երկինքը, իր պայծառության հաշվին, ու չի թողում ուրիշ բան նկարես։ Անսահմանափակ դիեզերք, անսահմանափակ հնարավորություններ, սցենարներ, միևնույն ժամանակ, եթե ամեն ինչ հնարավոր է, նաև հնարավոր չի ոչինչ։ Մարդկությունը շատ կարճ կյանք ունի, հանք շատ աննշան գալակտիկայում, շատ աննշան արևի մոտ ինչ-որ կյանք ենք, որը էլի տիեզերական չափանիշներով մի քանի րոպե է կարող գոյություն ունենք որպես տեսանք։